Առաջին անգամ խաչմերուկի վերաբերյալ թեստերում հանդիպում ենք տրամվայի։ Տրամվայի հետ կապված մի կանոն կա։ Ցանկացած հավասար պայմաններում տրամվայը ունի առավելություն մյուս մեքենաների կամ հեծանիվ կամ մոտոցիկլետ, այսինքն ուրիշ ցանկացած տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այսինքն, եթե հանդիպել են օրինակ տրամվայ եւ ավտոմոբիլ, ապա տրամվայը առաջինը մուտք կգործի խաչմերուկ եւ կշարունակի իր ճանապարհը, իսկ ավտոմոբիլը կսպասի, մինչև տրամվայը ազատի խաչմերուկը նոր մուտք կգործի խաչմերուկ։ Դե ինչ, այս հարցում հարցնում է, թե տրանսպորտային միջոցներից որի վարորդը պետք է զիջի ճանապարհը։ Տեսնենք, ինչպեսի խաչմերուկ է։ Լուսացույց կա։ Չկա։ Կարգավորող անձ կա։ Չկա։ Ճանապարհային նշան կա։ Չկա։ Հետևաբար, հանգիստ կարող ենք ասել, որ այս ճանապարհը հավասարազոր է, այս խաչմերուկը, այստեղ հավասար պայմաններ են բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց այստեղ մենք չենք օգտվի աճից հարված կանոնից, որովհետև մենք ունենք որպես մրցակից տրամվայ եւ ավտոմոբիլներ։ Հետևաբար, մենք կընտրենք պատասխան ավտոմոբիլների վարորդները, որովհետև տրամվայը երբ անցնի գնա, ավտոմոբիլների վարորդները արդեն ամեն մեկը իր ուղղությամբ ճանապարհը կշարունակեն։ Պատասխան երրորդ։ Ստուգեցինք, ճիշտ է։